Այդ մոմենտին մեկը չաթում գրում է կարաս գնաս դասատուիդ քրֆես չաթում գրում է տենց սենց նայում է սենց ծիծաղալով ասում է ստե չի ոնց է բայց նենց է ես քրֆել եմ դու հասկանում ես դա ինչա նշանակում արա կարող է ինքը քրֆած չլինի բան բայց դու հասկանում ես իրանք ոնց են վերաբերվում դասատուին ուսուցչուհուն հասկանում եք իրանք ոնց են վերաբերվում այսինքն ինքը չի ասում ու դու անասուն չես ես ինչ ես ասում դաժե եթե երեխա է երեխու մեջ այսինքն չի սերմանվել իր ծնողը չի ասել որ ուսուցչուին քո երկրորդ մայրն է բան հասկանում ես ես մինչև հիմա օրինակ մանեմ գալի իմ առաջի ուսուցչուհու գերեզմանները որ գնամ ծաղիկ խոնարեմ չեմ կարող գտնեմ ծաղին հարցրել եմ չեմ կարող գտնեմ առաջի ուսուցչուհու մասին է դասկի մասին որովհետև ինքը ինձ շատ բաներով դասյակել է ես հիշում եմ այդ ամեն ինչը չեմ կարող այդ մարդու գերեզմանները գտնեմ գնամ ծաղիկ խոնարեմ գիտեմ մահացել է ասենք հոնգուր լացել առաջինից մինչև 4 դասարան ընկեր Դադուկյանը հասկանում ես դու ջոգում ես այդ 11 տարեկան երեխեն կամ 13 տարեկանը քֆուր օգտագործում իր աղջիկների մոտ հետևը նստած է ու ասում է արդարանում է ասում է ստեղ չի դասատում եթե ինքը չի էլ անի տենց բան ինձ թվում է բայց արդարանում է որ ինքը լավ տղա է այդ մոմենտին իր անգերների մոտ ասում է բայց նենց է քրֆել եմ կարան քրֆել դասատում հասկանում ես դա ինչա նշանակում ու դուք խոսում եք ասենք Հայաստանի ապագայից Արցախից բան արա ների հավաքածուա ոնց հələ եթե նոր մեծանում են այդ անասունները ոչխարներ են մեծանում հենց այս բայրությամբ դաժե 30 տարի հետո մենք ոչ մի բան չենք հասնելու հասկանում ես եկեք քաղաքականության մեջ չխորանամ բայց ընդհանուր միտքը հասկացեք եկեք անեք սրանք sense ոչխարներ են մեծանում մենք դաժե հիմա որ ասում եք ոչինչ մենք մի 30 տարուց ենք մենք